Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Մարդկային կյանքեր խլած նռնակի պայթյուն Գորիսում, նախորդային ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նռնակի պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը վիրավորվել։ Զոհերից 1-ը Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսը նրա ազգականը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների կոնֆլիկտը ծագել է կենցաղային հողի վրա զարմիկների միջև, պապական առանձնատան պատճառով։ Նռնակի պայթյունից տուժածը փորձել է կանխել ողբերգությունը, սակայն չի հասցրել։ Արուշանյանի մահացած վարորդը 3 անչափահաս երեխա ուներ։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով չպետք է թույլ տանք հարևան երկրներին վտանգ ներկայացնել Հայաստանի համար ադրբեջանական արհեստական համայնք ձևավորելով։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից։ Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, մեզ պետք է ուժեղ ղեկավար, առանց նրա չենք ունենա երաշխավոր, ասել է Նարեկ Կարապետյանը։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել Իսպանիայում հունվարի 18-ին գնացքի ողբերգական վթարի հետևանքով զոհված հայուհու մասին։ 18-ամյա Էլեն Բաղդասարյանը Մոսկվայից Մալագա էր գնացել ուսանող եղբորը հյուր։ Նա գնացքում միայնակ է եղել։ Դեպքից հետո ծնողները Ռուսաստանից մեկնել են Իսպանիա դստեր աճյունը տեղափոխելու։ Նախորդին Մալագայի հայկական եկեղեցում Տեր Արամը մատուցել է հոգեհանգստյան պատարագ, որին ներկա են գտնվել մեծ թվով հայեր։ Հիշեցնեմ, վթարի հետևանքով զոհվել էր 40-ից ավելի մարդ։ Մեկ լուր մարզաշխարհից Հայաստանի ֆուտզալի հավաքականը դուրս եկավ Եվրո 2026-ի փլեյօֆ, հասնելով պատմական նվաճման։ Խմբային փուլի երկրորդ խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 5-4 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ և B խմբում 6 միավորով ապահովեց առաջին տեղը։ Նախորդ խաղում մեր թիմը 2-1 հաշվով հաղթել էր ուկրաինացիներին։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունվարի 28-ին կմրցի Լիտվայի թիմի դեմ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ից 28-ը աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում։ ԱԳՆ-ից հայտնում են, թե ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հունվարի 28-ին Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ։ Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը ժամը 17-ին։